Հայկական որոշ ապրանքախմբեր Եվրոպական միության շուկա կարող են արտահանվել առանց մաքսատուրքի, ազատ առևտրի ռեժիմով։ Այս մասին կառավարության նիստի սկզբում եւս մեկ անգամ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփելով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման արդյունքները։ Ըստ վարչապետի, քաղաքական մակարդակում կարող ենք արձանագրել, որ լուծված է։ Հիմա մնում է պրակտիկ մակարդակում, դա մենք կարողանանք լուծել, դա արդեն մեր աշխատանքն է, սա արդեն դրսի ինստիտուտների, մեր միջազգային գործընկերների անելիքը չի։ Մեր անելիքն է, մենք պետք է շատ ակտիվ աշխատենք։ Փաշինյանի խոսքով որոշումը կարող է վերաբերել Հայաստանից պոտենցիալ արտահանման շուրջ 80%-ին, գյուղատնտեսական ապրանքների 99%-ին, իսկ ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքների 90%-ին։ Այնուհետև կառավարությունն անցավ օրակարգային հարցերին։ Նիստում քննարկվեց վարորդական իրավունքների քննությունների ընթացակարգերին վերաբերող նախագիծը, որով առաջարկվում է տեսական քննության դրական արդյունքը պահպանել ոչ թե 1, այլև մինչև 2 տարի, որպեսզի քաղաքացիներն ավելի շատ ժամանակ ունենան գործնական քննությանը պատրաստվելու եւ հերթագրվելու համար։ Մենք նախատեսում ենք, որ 1 տարվա փոխարեն 2 տարի է հնարավոր պահպանել տեսական քննության դրական արդյունքը եւ ազատ հետո արդեն հերթագրվել եւ գործնական քննության համար օր որոշարկել։ Երրորդ փոփոխությունը, որը կրկին գալիս է մեր քաղաքացիներից, վերաբերում է վարելու իրավունքի դեպքում տեսական քննության հարցաշարերին։ Այս պայծրությամբ շատ են քննարկումները, որ մենք օրինակ թեթև մարդատար ավտոմոբիլների համար նախատեսված վարելու իրավունքի քննության հարցաշարում ներառում ենք օրինակ ավտոբուսների վարման հետ կապված հարցեր, հիմա դարձնում ենք շատ ավելի իդենտիկ, կոնկրետ կարգին եւ ենթակարգին բնորոշ հարցեր պիտի նախատեսվեն հարցաշարում, որը որ կօգնի մեզ դարձնել ավելի արդյունավետ այս կառուցակարգերը։ Վարչապետը նշեց, որ վարորդական քննությունների բարեփոխումները պետք է մի կողմից չթուլացնեն ճանապարհային անվտանգության պահանջները, մյուս կողմից քննությունները պետք է լինեն տրամաբանական եւ կիրառելի։ Նիստում անդրադարձ եղավ նաեւ վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգին։ Օրենսդրական փոփոխությունը ուժի մեջ կմտնի հուլիսի 6-ից։ Առաջին օրինակ, եթե հուլիսի 6-ի դրությամբ արդեն զրկման ժամկետը ավարտված լինի, անձանց 1 տարի ժամկետով օրինակ զրկվել են, զրկման ժամկետը ավարտվել է, հուլիսի 6-ի օրը հենց կարող են դիմել մինչև 1 տարվա ընթացքում։ Կարող են անձինք Հայաստանում չլինել։ Այսինքն ուր պետք է դիմեն։ Պիտի հերթագրվեն մեր on-line պլատֆորմով, օր վերցնեն կոնկրետ վարորդական իրավունքի վերականգնման համար եւ այցելեն հաշվառման քննական ստորաբաժանում, հիշենք, որ ունենք պետական տուրքի նախատեսում 50,000 դրամի չափով, պիտի արդեն տեղում կատարեն համապատասխան վճարումը եւ վարորդական իրավունքի վերականգնման հետ կապված եւս քննություն չեն տալիս, այս վերջին անգամ քննության։ Այո։ Շատ լավ, ես խնդրում եմ նաև իրազեկեք նախարարությունը թող պատշաճ իրազեկման արշավներ անի, որ մարդիկ տեղեկանան, թե ինչպես է դա իրականացվելու։ Նաև այնտեղ մենք նախկինում խոսել ենք, որ այն դեպքերում, երբ որ դա օրինական ուժի մեջ վնտած դատավճիռներով են զրկվել, այս կարգավորումը չի տարածվելու։ Այսինքն զուտ վարչական զրկումների վրա է տարածվելու։ Վարորդական իրավունքի փոփոխությունների քննարկման ժամանակ անդրադարձ եղավ նաև առողջական հակացուցումների եւ թվայնացման հարցերին։ Նշվեց, որ եթե քաղաքացու առողջական խնդիրը հակացուցում է վարորդական իրավունք ունենալուն, այդ տվյալը պետք է ավտոմատ հասանելի լինի համապատասխան համակարգերում։ Կառավարության հաջորդ քննարկվող հարցը վերաբերում էր նախադպրոցական կրթության ֆինանսավորման նոր մոդելին։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով նպատակն է ընդլայնել նախադպրոցական կրթության հասանելիությունը եւ հատկապես լուծել քաղաքային բնակավայրերում հերթերի խնդիրը։ 25 թվականի տարեվերջի դրությամբ Երևան քաղաքում հերթագրված էին 12930 երեխաներ, որոնք նախադպրոցական կրթության մեջ ընդգրկման հնարավորություն չեն ունեցել հենց նման հերթերի պատճառով։ Եվ պետք է ասել, որ մեր կրթության ռազմավարությամբ մենք քաղաքային բնակավայրերում հատկապես նախատեսում ենք, որ ծառայությունների ընդլայնումը պետք է լինի համագործակցելով մասնավորի հետ եւ խթանելով մասնավոր նախադպրոցական ծառայությունները։ Նոր մոդելով առաջարկվում է պետության եւ համայնքի մասնակցությամբ ֆինանսավորել այն 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթությունը, որոնք առնվազն 9 ամիս հերթագրված են եղել համայնքային մանկապարտեզներում, բայց տեղ չեն ստացել։ Կառավարությունը քննարկեց նաեւ մարզերում դպրոցահասակ երեխաների համար լողի դահուկային սպորտի եւ հրաձգության ուսուցման ծրագրերը։ Կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով նպատակն է օգտագործել նաև մասնավոր մարզական ենթակառուցվածքները եւ պետության աջակցությամբ երեխաներին ներգրավել սպորտում։ Մարզերում մասնավոր սպորտային ենթակառուցվածքներում երեխաների տարբեր մարզաձևերով զբաղվելու ծրագրերը կարող են ֆինանսավորվել պետության կողմից եւ այս նորմը օրենքով սահմանելուց
հետո արդեն իսկ մշակել ենք համապատասխան ենթաօրենսդրական փաթեթը, որը իրենից ներկայացնում է համապատասխան մարզաձևերով երեխաների ուսումնամարզական ծրագրերի ֆինանսավորման կարգը եւ այս պահին լող դահուկավազք հրաձգություն մարզաձևերով այս տրամաբանությամբ գործընթացը մեկնարկելու հնարավորությունը։ Նախարարի խոսքով այս պահին 7 մարզերում կա հրաձգության 42 ենթակառուցվածք, իսկ դահուկային սպորտի դեպքում 5 մարզում 9 կենտրոն։ Վարչապետը նշեց, որ ծրագիրը ոչ միայն սպորտի մասսայականացման, այլև առողջ ապրելակերպի, երեխաների զբաղվածության եւ երկարաժամկետ մարդկային կապիտալի զարգացման հարց է։ Կառավարությունը նաեւ հաստատեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները։ Մրցույթին մասնակցել էր 1 թեկնածու, գործող ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Հոգաբարձուների խորհրդի քվեարկությամբ նա ընտրվել է ռեկտորի պաշտոնում 5 տարի ժամկետով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։